Երեկվանից Հայաստանում թերևս ամենաքննարկվող թեման հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին առողջապահության նախարարի հայտարարությունն էր։ Այս թեմայի շուրջ մեր տաղավարում հյուրընկալել ենք Ալեքսանդր Բազարչյանին, Առողջության ազգային ինստիտուտի տնօրենին և Բաբկեն Պիպոյանին, իրազեկ և պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահին։ Բարև ձեզ, պարոնայք, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Առաջին հարցը ձեզ, պարոն Բազարչյան, հիմնավորեք, խնդրում եմ, ինչու արգելել հասարակական վայրերում ծխելը և ինչու հենց այս կերպ։ Ինչ կերպ։ Նշելով, որ օրինակ ծխողները անհաջողակ են և հասարակական վայրերում ծխելը։ Հեսա կպարզաբանումները կտամ։ Ուրեմն ինչը վերաբերվում է, սկսենք նրանից, որ ինչու արգելել ծխախոտի օգտագործումը հասարակական վայրերում։ Առաջին հերթին այն պարզ պատճառը, որտեղ երկրորդական ծխախոտի երկրորդական ծուխը լրջագույն առողջության համար լրջագույն ռիսկի գործոն է եւ առաջացնում է մի շարք հիվանդություններ։ Դա ապացուցված փաստ է, դրա մասին այս պայն ես չեմ ուզում ժամանակ ծախսեմ եւ խոսել երկրորդական ծխի ազդեցության մասին եւ խնդիրը նրանում է, որ հասարակական վայրերում մարդիկ պետք է ազատ լինեն բացառապես ազատ ծխախոտի ծուխից ազատ տարածք լինի։ Ու դա, ասենք, նոր մոգոնած քաղաքականություն չի, դա ողջ ժամանակակից հասարակությունը, ժամանակակից աշխարհը անցնում է դրան, անցել է դրան, ասենք Միացյալ Նահանգներից, որտեղ ապրում են մեր հայրենակիցները, Կալիֆոռնիան ամենաառաջին նահանգն էր, բոլոր նահանգ առ նահանգ կարանք անդրադառնանք, Արևմտյան Եվրոպայի երկրները, Լատինական Ամերիկայի երկրները, մեր հարևան երկրները, մեր դաշնակից երկրները շատ դրական ակտ է, շատ դրական օրենքի նախագիծ կա այժմ Վրաստանում, մեր հարևան դեմոկրատական Վրաստանում, այդ իսկ պատճառով դա բավականին լուրջ քայլ է, ասեք։ Այլ մարդկանց իրավունքներն պաշտպանելու որևէ մեկը դեմ չէ, սակայն ծխողները փորձում են հասկանալ երեկվանից, ինչու չլինեն առանձին վայրեր, որտեղ կարելի է իրենց ծխել, ռեստորաններ, հասարակական հաստատություններ։ Ասեմ ձեզ, փորձը, միջազգային փորձը ցույց է տալի, որ արգելքները գործում են այն դեպքում, եթե օրենքները կիրառվում են հավասարաչափ բոլորի նկատմամբ։ Ինչ վերաբերում է խոսքը, եթե խոսում եք փակ տարածքի համար հատկած, խոսքը գնում է փակ տարածքում չծխելու մասին։ Խոսքը չի գնում բաց տարածքում ծխելու մասին, մեկ, երկրորդը խոսքը չի գնում ընդհանուր, խոսքը գնում է ընդհանուր հասարակական վայրերում, որտեղ մուտքը հասարակությանը բաց է, այդտեղ ծխելու մասին։ Խոսքը չի գնում անհատական տարածքների մասին, խոսքը չի գնում օրինակի համար սեփական ավտոների մասին, թեպետ մի շարք երկրներում հիմա քննարկվում է մասնավորապես հյուսիսային եվրոպական երկրներում, հիմա քննարկվում է ծխախոտի արգելքը private car-երում, հա, դա էլ է քննարկման փուլում է եւ private տարածքներում։ Այդ իսկ պատճառով դա այդպես է արվում։ Ինչ վերաբերում է խնդիրը նրանում է, որ երկրորդային ծխի ազդեցությունը ինքը ազդում է բոլորի համար, ով որ գտնվում են այդ տարածքում։ Շատ դեպքերում այդ մարդիկ կամա թե ակամա են մտնում այդտեղ։ Իսկ օրինակի համար մոտեցումը, որ այս սեղանին կարելի է ծխել, այս սալոնում կարելի է ծխել, իսկ այն սալոնում չի կարելի ծխել, թույլ չի տալի համապակպակ կերպով հավասարաչափ պայմաններ ստեղծել բոլորի համար։ Պարոն Պիպոյան, համամիտ եք այս փաստարկների հետ։ Փաստարկների հետ մի մասի հետ իհարկե համամիտ եմ եւ իրականում կարծում եմ, որ ծխելու դեմ պայքար պետք է, բայց մենք հստակ պետք է տարանջատենք ծխելու դեմ պայքար եւ ծխողների դեմ պայքար ասված։ Անձերի դեմ չի կարելի պայքարել։ Միանշանակ ճիշտ է, ծխողների դեմ չենք պայքարում։ Միանշանակ այստեղից է պետք սկսել, բայց իրականում ինչ ենք մենք ուզում իրականացնել եւ ինչպես ենք մենք ուզում իրականացնել, հենց այստեղ է, որ ծաղկում է խնդիրը եւ պետք է հասկանալ իրականում մենք ինչ անում ենք ազնիվ նպատակներից ելնելով թե ոչ, որովհետեւ եթե մենք վերցնենք աշխարհի փորձը, հա, ունենք երկու հիմնական ինդուստրիա, հա, ծխախոտի դեմ պայքարը, որտեղ էլի մեծ գումարներ են եւ այդ ծխախոտ արտադրողները, որոնք էլի իրենք սեփական բիզնեսներով եւ այլն եւ այլն։ Այստեղ ինչ նպատակներ ունենք եւ որքան են դրանք ազնիվ, հասարակական գնահատականից կախվածը թե ռեֆորմ երկրում հնարավոր է իրականացնել, թե ոչ։ Եվ վերջում մենք ուզում ենք առողջապահական խնդիր լուծենք, մենք ինչ հարց ենք դրել մեր առջև, այստեղա որ ունենք հա որոշակի ձևակերպումների եւ ավելին ասեմ արտահայտվելու հետ կապված։ Ինչու որովհետեւ նույն Հիտլերը
մարդասեր Հիտլերը առաջիններից էր, որ պետական մակարդակով սկսեց պայքարել ծխելու դեմ։ Բայց հետագայում բոլորը հակված էին կարծել, որ նա մտածում էր ոչ թե առողջապահության մասին, այլ որովհետև ինքը ինչ որ ժամանակից սկսել էր չծխել, նա որոշել էր դասակարգել, որ ես ավելի լավն եմ եւ չծխողներն ավելի լավն են, քան ծխողները, հա։ Այստեղ Հայաստանում էլ կարծես այդպիսի տեսակետ արտահայտված, պարոն Բազարչյան, նախարարը նշեց, որ մի բան ձևակերպման անհաջողակներն են ծխում, խոսքը ես կանդրադառնամ դրան, իսկ ասենք Հիտլերից, իրականում Հիտլերը գերմանացի ազգի համար բավականին ազգի, որտեղ ինքը նացիստ էր, ազգի համար, ազգի մաքրության համար եւ առողջապահպան իր գործունեությունով շատ մեծ քայլեր արեց եւ գիտենք, որ մեծապես ինքը նացիստ էր եւ ոչնչացնում էր այլ ազգերը, ոչ իր ազգը։ Եվ այդ իմաստով հենց ձեր ասած ծխախոտի դեմ պայքարը ուղղված էր հենց իր ազգի քաղաքացիների համար, քաղաքականություն էր սկսել։ Իդեպ ասեմ, ամերիկացի գտնվեցին այդքան խելոք եւ գիտնականներին, այդ որ օրինակ նույն Կարլ Լինքնիտին տարան Միացյալ Նահանգներ Ջոնս Հոփքինս Յունիվերսիթիում հետազոտություններ էր անում եւ այդպես բազմաթիվ գիտնականներ հիտլերյան բժշկագիտության ներկայացուցիչներ, գիտնականներ գնացին Միացյալ Նահանգներ եւ տեսնում ենք ինչ աստիճանի գիտական ներուժ տարավ Միացյալ Նահանգները։ Որ ծխախոտի մասին Հայաստանում խոսելիս Հիտլերի անցնենք դրան, հա, դա ուղղակի մեջբերում, ինչ վերաբերում է մարդկանց, հա, անհաջողակներին։ Անհաջողակությունը իհարկե ուղղված չէր այդ նախադասությունը ուղղված չէր մարդկանց, ովքեր ծխում են, այդ ուղղված էր հետեւյալին, որ երբ որ դու ծխում ես, դու շատ հաջողակ մարդ կարող ես լինես, բայց երբ որ կրճատում ես քո կյանքը, հաջողությունը դա առաջին հերթին նաև առողջություն է։ Երբ որ դու կրճատում ես քո կյանքը, դու հաջողությանը չես բերում քո ընտանիքին, դրանից հաջողություն չունի քո ընտանիքը։ Երբ որ դու կրճատում ես քո կյանքը, հաջողություն չունի քո առողջությունը, իսկ եթե դու առողջ չես, ապա այդքան էլ հաջող չի ստացվում քո այլ մնացածը։ Միգուցե ձևակերպումը սխալ ընկալվեց, բայց փիլիսոփայությունը ձևակերպման դա էր։ Տեսեք, պարոն, երեկվանից նաև սոցիալական կայքերում մարդիկ ակտիվորեն քննարկում են, որ այդքան էլ միանշանակ չէ, որ ծխելը վնասակար է առողջությանը եւ որ կրճատում է կյանքը։ Դուք դրա հետ համամիտ եք։ Այսպես ասեմ, որևէ կերպ չեմ կարող ինձ թույլ տալ այս հարցը անգամ քննարկել, չի կարելի դա ուղակի բերել օրակարգ, ծխելը միանշանակ վնասակար է առողջությանը։ Իմիջիալից բարի ավանդույթ է դառնում, որ մենք Պիպոյանի հետ հրավիրվում ենք տաղավար, հետո ընկերացած դուրս ենք գալիս։ Ոնց որ կամաց միանշանակ, սա ուղակի հարց է, որը չի կարելի բերել օրակարգ։ Այլ հարց է, որ օրինակ ես ինքը սկզբունքորեն չեմ հավատում դրան եւ հակված եմ կարծել, որ սա արվում է այլ տեսանկյունից, երկրորդային ծուխի ազդեցությունը բացասական մարդու վրա որքան է, այո, երկրորդային ծուխը եւս կարող է ունենալ բացասական ազդեցություն, բայց տարբեր գիտական գնահատականներ կան սրա հետ կապված, չեմ ուզում անկեղծ, էլի եմ ասում մեկնաբանել, որովհետև խորին համոզմունք ունեմ, որ այս ամենը արվում է մեկ բանի համար, որպեսզի կողքինը երբեք չմտածի ծխելու մասին։ Այսինքն հակված եմ նրան, որ մենք պետք է այլ քաղաքացու մոտ չծխենք, ոչ թե որովհետև դրանով վնասում ենք նրա առողջությունը, այլ որովհետև չի բացառվում, որ մեր ծխելով մենք նրա մոտ ցանկություն առաջացնենք ծխել։ Հակված եմ ավելի շատ սրան եւ այստեղ առողջապահական ռիսկերը թերևս ներգրավված են բացառապես այն բանի համար, որ մենք եւս նպաստենք այս process-ին, հա, եւ չուզենանք ծխել մյուսների մոտ։ Այսինքն իրականում տարիները շատ արագ տրանսֆորմացվում է ժամանակը եւ գիտական ներուժի նաեւ իրական լուրջ ապացույցներ, որ երկրորդային ծուխը վնասում է, գրեթե չկան։ Կա վտանգավոր նյութեր, բայց այն որ մարդու վնասի տարիներ շարունակ քննարկվում է, որ ինչու որ մեկը մինչ այսօր դատարան չի դիմել, ապացուցելով, որ կողքը ծխել են ու իրեն վնասել։ Այն դեպքում, երբ մենք գիտենք, որ մարդը ինքը ծխել է, բայց այն որ ծխելը վատ բան է եւ միանշանակ չի կարելի ծխել, սա արդեն պետք է հորդորել, որ մարդիկ ծխեն, սրա մասին չի խոսքը։ Այլ բան է թե ինչ ենք անում եւ ինչպես ենք անում։ Այլ բան է թե ինչ չենք արել տարիներ շարունակ։ Ես ուզում եմ բերել օրինակ, ցավալի օրինակ եմ բերում, բայց հենց առողջապահության համակարգից մեր բժիշկ ընկերներից մեկ անուններ չեմ տալու, հա, մի օր շատ տխուր իմիջիալոց համ ծխեց այդ օրը, համ խմեց, իսկ ինքը հազվադեպ է ծխում եւ խմում, պատմում էր, որ ինչ որ մեկի ոդկը ցանկանում էին կտրել, այն դեպքում, երբ իրականում բժշկական միջամտությամբ հնարավոր է բուժել եւ ոդկը չկտրել, պահպանել ոդկը եւ ժամանակի ընթացքում ինքը որպես բժիշկ ապացուցեց դա, որ կարելի է այս ոդկը բուժել ու այդ մարդու ոդկը բուժեց։ Այսօր մարդու ամբողջ գերդաստանը բարեկամները
երախտապարտ են այդ բժիշկին, որ այդ մարդու ոտքը չթողեց կտրել եւ բուժեց։ Այլ բժիշկ ցանկանում էր կտրել։ Հիմա մենք այս ոլորտում մարդկանց բուժելու ուղղությամբ ոչ մի բան չենք արել, որպես առողջապահության համակարգ արդեն համակարգ։ Եվ միանգամից եկել ենք ուզում ենք ոտքը կտրենք։ Այսինքն, ասենք, մենք ունեցել ենք օրենքներ, որոնք հստակ արգելել են անպատասխան վայրերում ծխել։ Սա մենք չենք արել, չենք պահել, այսինքն օրենքն ընդունել ենք, բայց չենք գնացել օրենքի պահպանման հետևից։ Երկրորդ, չենք արգելել գովազդները խստագույնս։ Երրորդ, այդ նույն տուփերը, որոնք որ կան, այս բահին, հա, որ պետք է վախենալու նկարներ լինեն եւ այլն եւ այլն։ Այս նույն տուփերի վրայի նկարների հարցը օրակարգ կարելի է բերել տարիներ առաջ։ Եվ եթե մենք տարիների ընթացքում հասկանանք, որ միևնույն առողջապահական տեսանկյունից մենք որևէ իրական առաջընթաց չարձանագրեցինք, նոր գնանք էլ ավելի կտրուկ քայլի։ Բայց մենք կաղացել, ավելի ճիշտ ոչինչ չենք արել այս ընթացքում եւ հիմա եկել ենք միանգամից վիրահատական միջամտությունն ենք փորձում անել, հա, ինչը չեմ կարծում, որ լավագույն մեխանիզմն է։ Ինչու, որովհետեւ կամայական ռեֆորմ հնարավոր է իրականացնել, եթե վերջինս գոնե 60-70%-ով ընդունելի է լինում հասարակության կողմից։ Իսկ մենք ռեֆորմը սկսեցինք այնպես, որ 3 չծխող մարդիկ սկսեցին ծխել։ Այսինքն, երբ որ մենք process ենք սկսում այնպես, որ իր դրական ազդեցությունները մղվում են երկրորդ պլան եւ օրակարգը գալիս նոր խնդիրներ, դա նշանակում է, որ մենք ուղղակի դառնում ենք անկարող որևէ ռեֆորմ երկրի ներսում իրականացնելու։ Իսկ այն, որ հակածխախոտային արշավները եւ ծխախոտի դեմ պայքարը կամայական պետության ներսում ռեֆորմա, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Շնորհակալություն։ Նախ առաջի մասին, պարոն Բազարչյան, կան ապացույցներ, որ երկրորդային ծուխը չխոսենք, որովհետեւ ավելորդ եմ համարում խոսել, որովհետեւ ես բազմիցս ասել եմ, հա, պետք չի խոսել։ Ուղղակի դա քննարկման առարկա չի, որտեվ մենք կսկսենք քննարկել, իսկ ծխախոտը հետո դուք առաջի ծխելը վնաս է, վնաս չի, հետո երկրորդային ծուխը վնաս է, վնաս չի, հետո սա վնաս է, վնաս չի։ Բերեք դրան այն ինչ որ հաստատված է, մենք չենք քննարկում։ Եղավ, որովհետև 2 անգամ 2-ը 4 է, 5 չի։ Որտեվ երբ որ սկսում են ասել, որ 2 անգամ 2-ը 4 չի, 5-ը, կարա 6 լինի։ Հա, կարան պահեր լինեն եւ իրավիճակներ, երբ որ մարդը ասում է, հա 6-ը, լավ, բրցնենք մենակ։ Բայց 2 անգամ 2-ը 4 է։ Հետեւաբար երկրորդային ծխի վնասի մասին եւ այլ բաների մասին չենք խոսում։ Ինչ վերաբերվում էր մյուսը որներ, բանի հետ կապված։ Թե ինչու են ռեֆորմները այսքան ուշարվում եւ ծխախոտի դեմ գովազդները չեն արգելվել։ Ուրեմն ասեմ ձեզ, ինչ վերաբերում է գովազդի դեմ արգելքին։ 2006 թվականից արգելվեց արտաքին գովազդը։ Նախ ասեմ, որ շրջանակային իրավական ակտերը սկսեցին ընդունվել 2000-ականներին։ Առաջի իրավական ակտի 96 թվին ընդունվեց գովազդի հետ կապված, դրանից հետո շատ թեթև իրավական ակտեր, խորհրդային տարիներին չկային, կար постановление ЦК ԿՊՍՍ 82 թվին, բայց ոչ ինչևից է։ Դա հետխորհրդային Հայաստանում սկսեցին իրականացվել, այն էլ 2000-ականներից։ Ժամանակակից աշխարհը սկսեց 50-ական, 60-ականներին։ Անկախ Հայաստանը սկսեց 2000-ականներից եւ ընդունվեցին որոշ չափով օրենքներ, որոնք սահմանափակում էին ծխախոտի օգտագործումը, որոնք արգելում էին, հետո ընդունվեցին օրենքներ, որոնք արգելեցին արտաքին գովազդը, որոնք փոխեցին ծխախոտի տուփը, տուփի ձևը։ Այս տարեվանից փոխվել է նաեւ այսնոր, երևի տեղյակ եք, հա։ Փոխվեց եւ նկարներ ավելացվեցին եւ այլն եւ այլն։ Ինչ վերաբերում է ինչի ավելի լուրջ օրենքներ չմշակվեցին, որովհետև լուրջ օրենքներից մեկն էլ հենց ծխախոտի արգելքն էր հասարակական վայրերում ամբողջությամբ, ինչը ամբողջ աշխարհում կիրառվում է, չեմ կարծում, որ դա վիրահատական միջամտություն է, որովհետև ինչն ենք մենք այստեղից վիրահատում եւ ինչն է այստեղ շոկային։ Շոկայինը այն է, որ ծխախոտ չի կարելի լինելու հասարակական վայրում քի օգտագործել։ Դա է շոկայինը։ Եվ երրորդ ինչի գովազդը ամբողջությամբ չէր արգելվում, այս հիմա արգելվելու է ամբողջությամբ ներառյալ վաճառքի կետերը։ Մինչև այդ դուք հիշում եք, որ հեռուստացույցով կար գովազդ, ռադիոյով կար գովազդ, չէ՞ որ ամեն ինչը գնում է առաջ, նոր կոմունիկացիոն սիստեմներ են առաջանում եւ նոր մեթոդաբանություն է առաջանում գովազդելու։ Նախկինում, եթե հիշում եք, վաճառքի կետերում գովազդներ չկան։ Այս օրենքի նախագծերը, որոնք պլանավորված է, որ ծխախոտի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում մշակվելու են եւ առաջիկա 3 տարվա ընթացքում ներկայացվելու են, նրանք անդրադառնում են եւ գովազդին, եւ ծխելուն հասարակական վայրերում, եւ այլ մոտեցումներին։ Այդ թվում նաեւ օրինակ Ռուսաստանում, ես Ռուսաստանն եմ վերում, որտեղ մեր հասարակից քաղաքացիները ավելի շատ շփվում են Ռուսաստանի հետ, բայց այլ երկրներում նույնպես
կիրառվում է գովազդի արգելքը ընդཐུպ մինչև ծխախոտի տուփերի ցուցադրումը վաճառքի կետերում։ Դա էլ պետք է հանվի։ Ժամանակի ընթացքում դա էլ պետք է արգելվի։ Հաջորդը պետք է լինի plain packaging-ը։ Ճիշտ ասած, իմ համար մի տարօրինակ է, որ ընդդիմախոսը սպառողների միության ներկայացուցիչն է, որտեղ ողջ աշխարհում սպառողների միության ներկայացուցիչներն են հենց կողմնակիցները համատարած ծխելու արգելքներին, որտեղ ընդունված է, որ սպառողները մտածում են առաջի հերթին իր սպառողների առողջության մասին եւ ոչ թե էդիկտիվ վարքագիծը ամրացնելու կամ օգնելու էդիկտիվ վարքագիծը ամրացնելու համար։ Մի վարքյան վերջացնեմ։ Ուղղակի հակառակ տպավորություն չեմ ուզում ստեղծվի, ես եթե ուշադրել ենք առաջինն ասացի, որ առողջության պահպանման հարցը չի կարելի ուղղակի քննարկել, այսինքն ես ուղղակի վիրահատական, ես վիրահատական միջամտություն։ Պարոն Բազարչյան, տեսեք, դուք ծխող չեք, հաղորդումից առաջ դա բարձեցինք։ Հիմա մարդ, որ ծխող է, տարիներ շարունակ ծխել է եւ այո, ցանկություն չունի այլոց առողջությանը վտանգել, բայց նա իր ընկերների հետ, որոնք բոլորը ծխող են, ուզում է գնալ, չգիտեմ։ Օրինակ, կարող եք ինձ 5 դեմոկրատական երկրի անուն ասել։ Փաբ, որտեղ ուզում է եւ ալկոհոլ օգտագործել եւ ծխել։ Ինչու սահմանափակել այդ իրավունքը։ Նկատի ունեմ, ինչու չառանձնացնել մի վայր, որտեղ միայն ծխողներ են։ Ասեմ ձեզ։ Համեցեք։ 5 դեմոկրատական երկիր ասեք։ Ես չեմ ուսումնասիրել այդ երկրների փորձը, որտեղ լավ, չեք ուզում։ Գոյություն ունի փորձ, որը այս կամ այն դեպքում, եթե օրենսդրությունը դու որոշում ես օրենսդրական բարեփոխում իրականացնես, ապա գոնե պետքա կիրառես հաջողակ երկրների կամ հաջող ստեղծված փորձը։ Եթե դու հաջողը չես ուզում հնարես, հնարում ես քո հեծանիվը, դա ուրիշ բան, բայց մենք փորձում ենք ուսումնասիրել։ Եվ վերցնենք 5 ամենադեմոկրատական մարդու իրավունքների Իռլանդիան, չենք վերցնում տրադիցիոն Միացյալ Նահանգներ, եսի միջ, վերցնենք Իռլանդիան, Հյուսային Եվրոպայից ցանկացած երկիր, ասենք Ֆինլանդիան։ Իռլանդիան, Ֆինլանդիան, վերցնենք Ավստրալիան, թե չվերցնենք։ Վերցնենք Ավստրալիան, հա, Ֆրանսիան կարող է, Գերմանիան կարող ենք վերցնել, կարող ենք, եւ վերցնենք, չգիտեմ, դուք դեմոկրատական կարելի է դեմոկրատական համարել Ռուսաստանը, թե չէ, վերցնենք Ռուսաստան կամ լավ Ուկրաինան վերցնենք։ Բոլոր երկրներում ծխախոտի օգտագործումը արգելված է ռեստորաններում, բարերում, փաբերում։ Չեմ կարծում, որ այնտեղ մարդիկ ժամանակ չեն անցկացնում, փաբերը չգիտեն ինչ բան է, Իռլանդիայում պատկերացնում եք, չգիտեն փաբը ինչ բան է, չգիտեն ինչ բան է ժամանակ անցկացնելը, վիսկի խմելը, կոֆե, կոնյակ եւ այլն։ Խնդիրը հետեւյալում է, ուզում ես ծխես, խնդրեմ, դուրս արի, դուրս մի պահ ծխի, հետ արի։ Ոչ մեկ չի ասում դու մի ծխի։ Ասում են դու դուրս արի, դուրսը, այսքան մարդու մոտ մի ծխի, որտեղ ստեղ լիքը մարդ կա։ Ասենք իսկ ոնց կլինի դիսկոտեկների հետ, դիսկոտեկում առանձին մի հատ այսպես ինչ-որ դիսկոտեք փոքր ծխողների համար, որտեղ նաև չծխողները կարող են մտնել։ Չէ, դու սարի դիսկոտեկից, ծխի, ներս արի։ Ոչ մեկ չի ասում քեզ մի ծխի, քո իրավունքը ծխելու ոչ մեկ չի քեզնից վերցնում։ Ուղղակի ասում են, սա հասարակական վայր է, որտեղ յուրաքանչյուրը կարող է մտնել։ Հետևաբար պետք է դուք կարող եք հիշել որևէ մեկ դեմոկրատական երկիր, չեմ ասում 5, որտեղ պետական մակարդակով որպես առողջապահական ռեֆորմ էլեկտրոնային սիգարետներ են ներդնում եւ պրեֆերենցիաներ են ուզում տալ։ Ուրեմն խոսքը որ էլեկտրոնային սիգարետների մասին է։ Անունը չեմ ուզում հնչեցնել, որ գովազդ չլինի, բայց ես ճիշտ ասած չեմ հասկանում ինչի մասին է խոսքը։ Որ պաշտոնապես օֆիցիալ մակարդակով Հայաստանի ես չեմ կարող ասեմ որպես առողջապահական ռեֆորմ էլեկտրոնային սիգարետ եւ որպես առողջապահական ռեֆորմ ես ձեզ պաշտոնապես ասում եմ որպես առողջապահական ռեֆորմ էլեկտրոնային սիգարետի մտցնելու խոսք ընդհանրապես կանգնած չի։ Եթե դուք ուզում եք լսեք էլեկտրոնային սիգարետի մասին ին վերաբերմունք եւ առողջապահության, եթե պաշտոնյան, երբ ներդրում էր, երբ խոսվում էր ներդրումային ծրագրերի մասին, ասեք ով է այդ պետական պաշտոնյան առողջապահության առողջապահության նախարարություն չէր, կառավարություն ամբողջական կազմ ունի եւ հնչեց որ քննարկվել է առողջապահության նախարարության հետ եւ այս քայլով մենք լուծում ենք նաեւ հանրային առողջապահական խնդիրը։ Ես չգիտեմ ինչ է ասվել, ես չեմ լսել, բայց ես ձեզ ասում եմ, առողջապահության նախարարության մոտեցում է էլեկտրոնային սիգարետների նկատմամբ։ Ամբողջությամբ բռնում է 14 թվականի հաշվետվությանը, որը ներկայացվել է 14 թվականին կողմերի կոնֆերանսին, ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի կոնֆերանսին եւ որում 3 ուղղության վրա է ու շեշտը դրում։ Ձեր ասածը ենթադրում եմ էլեկտրոնային սիգարետին չէր վերաբերվում, ենթադրում եմ, բայց հետո դրա մասին հետո կխոսենք։ Իսկ մի հարց է, կարող եք արդյոք երաշխավորել, որ որևէ տեսակի սիգարետի փոխարինող սարք կլինի էլեկտրոնային, թե այլ
որևէ հանրային վայրում իրավունք չի ունենալու օգտագործվելու։ Բայց մի բան ձեզ ասեմ, էլի, օրինակ ինչի համար ես հիմա օրենքը չընդունված, ասենք դուք կարող եք գործող նախագիծը։ Պարոն Բազարչյան, ես սողատակը ներկայացնեմ պարոն Պիպյանի հարցը, խոսքը այն մասին է, որ այո, էլեկտրոնային սիգարետի խթանմանն է սա տանելու այդ գործընթացը։ Ինձ վերջերս շատ են ասում դրա մասին, որ սա էլեկտրոնային սիգարետի խթանմանը տանող բան է։ Ես այդ հարցը բերեք այլ քննարկման հարց, ես ձեզ վստահեցնում եմ, որ էլեկտրոնային սիգարետի խթանմանը չի տանելու, բայց այդ հարցը լրիվ այլ դաշտում է, ես ձեզ խնդրում եմ դրա հետ կապված, եթե ուզում եք քննարկում էլեկտրոնային սիգարետի հետ կապված, առանձին քննարկում արեք, հիմա հրավիրեք, խոսենք մենակ էլեկտրոնային սիգարետից, որովհետև հարցը մեծ է, հիմա որ սկսենք պարզաբանել, կխճճվենք, ոչ թե կխճճվենք, այլ կստացվի այնպես, որ ես ձեզ վստահեցնում եմ, որ ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, խնդիրը համենայն դեպս այս պահի, ոչ թե այս պահի, այս առողջապահության նախարարության շրջանակներում, այս հիմնիկվա քաղաքականության շրջանակներում, որը ինձ հայտնի է, նմանատիպ հարց փոխարինել էլեկտրոնային սիգարետներով, ասենք խթանել էլեկտրոնային սիգարետների բիզնեսը առողջապահական տեսակետից չկա։ Ուրեմն ասեմ, շատ բաներ կան, որով ասենք ես չէի ուզենա դա բարձաբանել, քանի որ ես մասնագիտական մակարդակով շատ եմ խորացել ծխախոտային սկսած արդյունաբերական սպეციფიկ ուղղությունների մեջ, վերջացրած ծխախոտի հումքի տեսակների, գիտեք, կա հասկացողություն նագրевающей смеси, կա հասկացողություն սիգարետի, которые используются нагревающим способом, եւ այլն, տարբեր տեսակի բաներ կան, սկսած մարկիրովկայից եւ այլն։ Հիմա ասենք այնքան էլեկտրոնային սիգարետը վնաս է թե ոչ, պարոն Բազարչյան։ Էլեկտրոնային սիգարետը 3 մոտեցում ունի, ոչ թե 3 մոտեցում ունի, 3 հարցի շուրջ պետքա բարձրաբանել։ Անշուշտ, ուրեմն քննարկումները արվել են 3 ուղղությամբ։ Էլեկտրոնային սիգարետը վնաս է թե ոչ, էլեկտրոնային սիգարետը փոխարինում է կարող է դիտարկվել որպես բուժման միջոց, ես ասում եմ, այն ինչ որ բժշկագիտության մեջ եղել, եւ էլեկտրոնային սիգարետը ինչ այլ կողմնակի վատ ազդեցություն կարող է թողել։ Ուրեմն ինչ վերաբերում է վնասին, քանի որ պարունակում է նիկոտին եւ որոշակի նյութեր, այո, նա վնաս է, որտեղ նիկոտինը վնաս է։ Ինքն իրանով քաղցկեղածին չէ, բայց անոթների վրա ազդում է։ Բայց արդյոք կարող է, քանի որ նիկոտին է, իսկ նիկոտին փոխարինող դեղամիջոցներ կան, հա, նիկորետ, տաբլետկա եւ այլն, սա գովազ չի, սա ուղղակի ասում եմ անվանումներ, որ նիկոտին պարունակող նիկոտին replacement, հա, replacement therapy, այդպես թերապիա գոյություն ունի, որով ծխողին փորձում են ազատել նիկոտինի դոզան պահելով, հանելով մնացած ինքը կամ սպեղանի, կամ ծամոն, կամ 8 ամսվա կամ ինչ-որ ժամկետի մեջ ինքը օգտագործում է, հետո թողնում է, որ թողնելը հեշտ լինի։ Հարց. արդյոք կարող է ինքը փոխարինել նիկոտինին։ Միակ ռանդոմիզացված հետազոտություն է իրականացվել ողջ աշխարհում, մեծ ի նկատի ունեմ ապացուցողական, որը ասում է, չնայած գրականության մեջ ցույց են տվում դեպքեր, որ մարդիկ օգտագործելիս թողել են ծխելը, բայց մեթոդ որպես ծխախոտից հրաժարվելու չենք կարող խորհուրդ տալ։ Դա գիտական խորհուրդ է, որ չօգտագործել որպես բուժման եւ երրորդը։ Արդյոք երրորդը քիչ բան չէ, հոգեբանական լուրջ խնդիր է։ Ասենք արդյոք էլեկտրոնային սիգարետը չի դրթի նոր չծխողներին դառնալ ծխող։ Արդյոք էլեկտրոնային դիսկուսիաների մասն եմ ձեզ տեղյակում։ Արդյոք էլեկտրոնային սիգարետը թույլ չի տա թողնողին նորից դառնալ թողնող։ Այո, կարող է, քանի որ նա նավիկ, հա, հմտությունը ծխելու կամ կարաստեղծի կամ այդ իսկ պատճառով կիրառել, որ էլեկտրոնային սիգարետի նկատմամբ վերաբերմունքը դրական լինել չի կարող։ Պարոն Պիպյան, տեսեք, պարոն Բազարչյանն ասում է, որ էֆեկտիվություն չի լինի, եթե համապատասխան վայրեր առանձնացվեն եւ ընդհանրապես ես չեմ ասում, միջազգային Դուք հիմա ներկայացնում եք այդ փորձը, պարոն Բազարչյան։ Ես նույն միջազգային փորձից կարող եմ բերել նույն եվրոպական զարգացած երկրներից այլ փորձ։ Երկրներ, որտեղ հանրային վայրերում ի սկզբանե ամբողջությամբ արգելված էր, այսինքն անգամ հյուրանոցը չուներ որևէ համար, որտեղ հնարավոր էր ծխել, ժամանակի ընթացքում հյուրանոցին հնարավորություն տվեցին ստեղծելու այնպիսի համարներ, որտեղ կարելի է ծխել։ Այսինքն եթե մենք վերցնում ենք եվրոպական երկրների փորձը, ես ասում եմ նաև այսպիսի փորձ կա։ Արգելքը դրեցին, հետո հասկացան, որ չի արվել։ Ավելի վատ։ Այո, Իտալիա, օրինակ։ Հիմա անցնում եմ առաջ, շատ կարևոր է հյուրանոցին է, չէ՞, ռեստորանին չի։ Ռեստորանին չի վերաբերվում։ Հա, դիսկոտեկին է չի վերաբերվում։ Բար պաբին է չի վերաբերվում։ Բայց տեսեք, հիմա այս դրա մասին տեսեք, հիմա ասեմ այլ օրինակ, ինչ վերաբերում է արդեն դիսկոտեկին, հա։ Դիսկոտեկների համար ըստ էության էլի տրանսֆորմացիան ինչին տարավ, որ այսպես ասած ծխելու համար նախատեսված վայրը
գրեթե ոչնչով չտարբերվեց արդեն դիսկոթեկից, նույն երաժշտությունն է, նույն խմիչքով գնալու հնարավորությունն է, եւ ի վերջո մենք գնում ենք տեսնում ենք, որ այդ նույն դիսկոթեկային տարածքում այն միջավայրում մի քիչ ավելի աշխույժ միջավայր է ստեղծված, քան այստեղ, այսինքն շատ լավ կատակ կար Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա եմ բերում օրինակը, ինչ որ մեկը ցանկացել էր ծխել, էլի բաց տարածքում, անգամ որտեղ արգելված էր եղել այդ նահանգում, ասել էին այստեղ ծխել չէր կարելի, որտեղ հյուրանոցի բանի, կաֆեի սրճարանի տարածքն է։ Դուրս էր եկել մյուս կողմ, ասել են այստեղ էլ խմել չի կարելի, որտեղ արդեն հանրային վայր է։ Այս մարդն էլ կատակ էր արել, կանգնել էր մի ոդկա այս կողմ, մի ոդկա այն կողմ, մի ձեռքի մեջ գինին էր բռնել, մյուս ձեռքի մեջ սիգարետը, մի ձեռքում, այսինքն պետքա ձևի եւ բովանդակության մեջ մի բովանդակությունը գերիշխող լինի ձևի։ Հիմա գալիս ենք հետեւյալին։ Հասարակական ընկալումն է շատ կարևոր կամայական process-ի նկատմամբ եւ վստահությունը, թե մենք ինչ նպատակներ ունենք եւ որքանով են դրանք ազնիվ։ Մենք ունենք արդյոք առողջապահական ռեֆորմ իրականացնելով հանրային առողջապահության խնդիր լուծելու հարց օրակարգում, թե մենք ունենք այլ նպատակներ։ Այս հարցի պատասխանը 100% այդ թվում այլ բանի պրոպագանդում։ Օրինակ, հա, պայմանական։ Հիմա այս հարցի պատասխանը պետք է հասարակությունը ունենա ոչ թե բառի տեսքով, որովհետև որևէ մեկը չի ասելու, որ ինքը չի ցանկանում դա։ Հիմա մենք ունենք ֆանտաստիկ վատ ցուցանիշ քաղցկեղի մասով։ Այո։ Շատ վատ ցուցանիշ ունենք։ Հիմա հարցը առաջանում, ինչպես է ստացվում, որ երբեք չենք նայում, թե ինչ թունավոր տարեր կան խաղալիքում, որը իդեպ արգելված թունավոր տարեր։ Բայց մեկը մյուսին չի խանգարում։ Անշուշտ դա պետք է նայվի։ Անշուշտ դա պետք է նայվի։ Ուրեմն տեսեք, ծխախոտի վաճառքը չենք արգելելու։ Չենք արգելում։ Մենք թույլ ենք տալի, որ ծխախոտը վաճառվի, բայց մենք սահմանել ենք անվտանգության ցուցանիշներ, որը եթե այս անվտանգության ցուցանիշի նկատմամբ այս խաղալիքը ունենա շեղում, նա արգելվում է վաճառքը։ Ուրեմն մենք չենք ստուգում, որ այս արգելված խաղալիքը վաճառվի, այսինքն ինքը այնտեղ կանցերոգեն տարերով, թունավոր տարերով, հա, որոնք քաղցկեղածին էֆեկտն է։ Այս խաղալիքի վաճառքը մնում է։ Հանքարդյունաբերությամբ տարածքների մոնիտորինգ չենք անում սնունդը հասկանալու համար ոնց է։ Սննդի մեջ ինչ քաղցկեղածին տարեր կա մոնիտորինգ չենք իրականացնում, բայց որպես առողջապահական ռեֆորմ գալիս ենք սիգարետի։ Հիմա արգելվածը շուկայից չհանած, չարգելվածի մասով բան ենք անում, առնվազն վստահություն չի առաջացնում, որովհետև եթե մենք խոսում ենք դեմոկրատական երկրներից, պարոն Բազարչյանը չի կարող բերել մի դեմոկրատական երկրի օրինակ, որտեղ չստուգված խաղալիքը հնարավոր լինի շուկայում տեսնել։ Այսինքն մենք էլ պետք է հասկանանք, հələ մենք ունենք կարող եմ ամենից։ Ներողություն եւ շարունակելով պարոն, ես հարցը տամ նաեւ պարոն Բազարչյան։ Տեսեք, որտեղ է լինելու երաշխիքը, որ այս սա կգործի, քանի որ մենք այս նոր մշակվելիք օրինագիծը, քանի որ հիշում ենք դեպքեր, երբ, չգիտեմ, օրինակ կենթանիների պահելու համար հարկ պետք է գանձվեր, որը այդպես էլ տեղի ունեցավ եւ մի բան ասեմ։ Ուրեմն ինչ որ խոսվեց նախ մեկը մյուսին չի խանգարում։ Ու ոչ մեկ չեմ ասում, չէ, մի րոպե, հանրային վստահությունը իմիջիալոց մի բան ասեմ։ Երբ որ ես խոսում էի ես կարծեմ պատմել եմ դες մի շոտլանդացի փորձագետի հետ, ինքը ասաց ընդհանրապես հանրային մակարդակի ռեֆորմները շատ դժվար են գնում հետխորհրդային երկրներում, բնակչության շրջանում։ Ասեց ու ես կարամ բացատրեմ ինչի։ Իրենք անպայման ինչ-որ պատտեքստ են ման գալի ցանկացած բանի հետևում։ Սկսում են ասել, ուրեմն դե լուրջ բան կա, ինչ-որ մի բան առաջ են տանում։ Ու յուրաքանչյուր բան, հասարակության հետ խորհրդակցել են, ընդունում են, որ միանշանակ քննարկումները պետք են եւ քննարկումները կարվեն հասարակության հետ։ Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, խաղալիքների, դա չի նշանակում, որ նա պետք է չարվի, նա էլ պետք է արվի, բայց դա չի նշանակում, որ սա պետք է չարվի, նա արվի։ Այդ մեկ, երկրորդը, եթե դիտարկում ենք քաղցկեղի ածինության մասին, խոսքում ենք ընդհանրապես քաղցկեղի մասին, ապա գոնե պատկերացրեք 27000 մահից 1200-ը դա թոքի քաղցկեղից է տղամարդկանց մոտ։ Կանանց մոտ 6-7 անգամ ավելի քիչ է թոքի քաղցկեղի դեպքերը գրանցվում տարեկան։ Հիմա մի հատ հասարակ բան, գոյություն ունեն թոքի քաղցկեղի տեսակներ, որոնց համար բացառապես ռիսկի գործոնը ծխախոտն է։ Հետևաբար խոսել, թե որ ռիսկի յուրաքանչյուր միջազգային փորձագետ, որ գալիս է այստեղ, այս երկիր, առաջի հերթին շշկռում է ծխախոտի սպառման աստիճանից տղամարդկանց շրջանում եւ շշկռում է, որ մեր մոտ դեռ ռեստորաններում hospitality industry, հա, ոնց որ դուք ասեցիք, հյուրանոցային համակարգներ, Իտալիայում այո, հյուրանոցի համարներում կարող ես ընտրել ծխել, չծխել, կան հյուրանոցներ, որտեղ կարող ես ընտրել ծխող, չծխող։
բայց հոսպիտալի ինդուստրիայում ընդհանրապես մի երկիր, որը տուրիստական գոտի է կառուցում, ասում են դուք մարդիկ ո՞նց իրանց առողջությունը հենց մի հատ դուրս եկեք մի հատ յուրաքանչյուր արտասահմանցուն հարցրեք ինքը ո՞նց է դե այստեղ զգում երբ որ մտնում է ասում են ինձ թունավորում են սպանում են էս են մարդիկ մեր մոտ ուղակի այդ անվստահության մթնոլորտը իրոք խանգարում է հանրային առողջապահական ծրագրերի իրականացմանը եւ դրա մասին խոսեց ասում եմ շոտլանդացի գործընկերը որ ասեց դա մենակ ձեզ մոտ չի դա ոչ նախքին ասենք Լեհաստան նախքին այն երկրներում որոնք գտնվել են խորհրդային միության ազդեցության տակ այդ ֆենոմենը գոյություն ունի ու դա պայմանավորված է իշխանության նկատմամբ անվստահություն ոչ կարծում եմ անվստահությունը պայմանավորված է տարիներ շարունակ նմանատիպ պրոպագանդիկ քայլերը, որոնք չեն ամրացվել ռեալ քայլերով եւ իրենք չեն հավատացել ուղղակի պրոպագանդիկ դա կուտակված տարիների կուտակված ազդեցություն է։ Շատ հնարավոր է, որ նաեւ ինչ որ մի մասով անվստահություն կա ձեր ասած տարբերակով, բայց դա չի նշանակում, որ այս պարագայում, որ պետք է ամեն ինչին անվստահորեն մոտենալ։ Դա չի նշանակում, որ պետք է չվստահել գիտությանը, հերքել այն, ինչ որ մարդիկ ես չեմ ուզում հիմա հիշեմ նախքին ծրագրերը առողջապահական հանրային, բայց մեկը ես չեմ էլ ուզում անունը տամ ոչ թե որովհետև որ նոր թափ ուղակի սրացման քննարկման չբաղանեմ, բայց նախքին մեր գերատեսչության ղեկավարներից մեկը ասեց մի օր էլ կգաք ասեն ծխախոտը վնաս չի, երկրորդական ծխայելը վնաս չի, ռեստորանում է կարելի ծխել, ճիշտ է ծխել, դե ասում է հիմա ինչի անդրադառնում են այս հարցին են ասում սխալ է, վաղը ծխելու մասին կասեն, մյուս օրը կասեն իմունականխարգելումն է սխալ, երեխեքը մահանում են շուտ, ես իմիջ, միջդեռ քաղաքակիրթ աշխարհը գնում է առաջ, իսկ մենք մնում ենք հետ։ Վաղը գնալու եք Վրաստան, եւ Վրաստանում եւ որտեղ հիմա լավ վիճակ չի ծխելու հետ կապված գովազդ կա եւ այլն տեսնեք product որ իրանք անցնել են ուզում, չգիտեմ կստացվի թե չի անցնի իրանք անցնելու են plain packaging-ի անգամ plain packaging-ը գիտեք որն է ծխախոտի տուփի վրա չի լինելու ոչ մի brand specific գույն լինելու է մի գույնի Ավստրալիայում կիրառվում է United Kingdom միացյալ թագավորությունը հիմա այդպես անում գովազդ Վրաստանում կասեք արա մեզնից ինչքան առաջ են 1000 տարի առաջ են մարիխուանան օրինականացնել համենայնդեպս նախագիծը ես հիմա քննարկում մարիխուանայի օրինականացումը չէ համեցեք ձեր կարծիքն է հետաքրքիր պարոն Բազարչյան մարիխուանայի Հայաստանում սպասելի է դա եւ ընդհանրապես ձեր կարծիքն ինչպիսին է։ Ես կարծում եմ պետք է քննարկել փաթեթը ամբողջությամբ։ Ես հիմա պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել, անկեղծ ձեզ ասեմ։ Ես հիմա պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել, որովհետեւ պետք է ամբողջությամբ փաթեթը ուսումնասիրեմ։ Ինչ վերաբերում է Կալիֆոռնիայից եք, հա դուք ուզում եք Կալիֆոռնիայի Ես այդքան էլ այս պահի դրությամբ ես այնքան էլ կողմնակից չեմ մարիհուանայի օրինականացմանը, բայց իմ մոտեցումը այս պահին մասնագիտական դիտարկվել չի կարող, որովհետև ես կոնկրետ այդ օրենսդրական փաթեթին ծանոթ չեմ, փիլիսոփայությանը ծանոթ չեմ, հիմքերին ծանոթ չեմ։ Եթե երբ որ ես ծանոթ լինեմ, խորանամ, ես կարող եմ ասել, դա ճիշտ է թե սխալ։ Շնորհակալություն։ Պարոն Պիպյան, դուք հավատ ակնկալի գերաշխիք ունեք, որ այս օրինագծի ընդունումից հետո այն իրապես կգործարկվի։ Կարծում եմ օրինագիծը հանրային քննարկում պետք է անցնի, հուսով եմ առողջապահության նախարարությունը սա կանցկացնի։ Երկրորդը անկեղծ ուզում եմ, որ ժամանակակից աշխարհում տիրող դրականը վերցնենք եւ կարողանանք հարգել բոլորի իրավունքները, ել եմ կրկնում, հակածխախոտային քարոզարշավին մասնակից եմ ամբողջ հոգով սրտով։ Պետք է պրոպագանդել ծխելու դեմ ամեն ինչ, բայց անձերի դեմ չի կարելի պայքարել։ Գիտեք ոնց ժամանակակից աշխարհը փոխվել է, ցավոք սրտի այո, ամեն ինչ անելու եմ ծխելու ուղղությամբ, երբևէ որևէ մեկին խորհուրդ չեմ տալու, բայց ծխել եմ եւ կարծում եմ դեռ երկար կծխեմ։ Հարցը սրա իմ ծխել չծխելու մեջ չէ։ Գիտեք ժամանակակից աշխարհը արագ է փոխվում, հա, եւ ընդամենը մի քանի տարի առաջ եթե ինչ-որ մեկին ասենք, որ application հա լրացնելուց սերը մենք բացի արական եւ իքականը կարող է տեսնենք նաեւ այլ ասենք առնվազն տարօրինակ կթվար եւ եթե ինչ-որ մեկի համար դա դարձել է նորմալ, որ այդ այլը պետք է լինի գրված։ Իմ համար միևնույնն է մնալու աննորմալ։ Այսինքն աշխարհում ինչն է փոխվել, ինչի անունը ինչ ենք այլևս սկսել դրել, ինչ չենք դրել, ես կարծում եմ մեկ բան։ Պետք է անել ամեն ինչ հանրային առողջապահության համար, բայց պետք է հարգել բոլոր մարդկանց։ Եվ ի վերջո էլ եմ կրկնում, որ վատ
օծանելիքը ցածր որակի իմ մոտ կարա շատ ավելի վատ ազդեցություն էֆեկտ ունենա իմ վրա, որովհետև չգիտեմ, գիտեք թե չէ, ես անգամ ձեզ մոտ գրիմել չեմ գնում, որովհետև լուրջ ալերգիա ունեմ, հա, կամայական կոսմետիկ միջոցից։ Բայց չեմ կարծում, հա, որ որը մեկը օրենքով հանրային վայրում իմ չսիրած օծանելիքը արգելելու է։ Հիմա ես ոչ թե սրանք զուգահեռներ եմ տանում եւ ասում եմ առողջապահական ռիսկերը նույնն են, ոչ, ես ընդհանրապես ասում եմ պետք է հարգել բոլորին։ Այսինքն որևէ մեկը չի ասում, որ չպայքարենք ծխելու դեմ։ Որևէ մեկը չի ասում, որ ծխելը լավ բան է։ Պետք է պայքարել, պետք է ռացիոնալ գործիքակազմով պայքարել, բայց պետք է այնպես անել, որ օրինակ 65 տարեկան մարդը, 70 տարեկան մարդը, որը իր գիտակից կյանքում արդեն 50-52 տարի ծխել է եւ չի էլ պատրաստվում չծխի, ավելին ասեմ, մեր երկրում միգուցե ես էլ հետները, հա, ռեֆորմ իրականացնողներովս, ես դուք եւ պետական կառույցները, այնքան ենք այդ մարդու նյարդերի վրա ազդում, որ ուղղակի ինքը շանս չունի մեր դարդից չծխի, այս մարդու համար մի բան է սիգարետը թանկացնենք, որ դառնա անհասանելի, կարծում եմ, պարոն Բազարչյանը կասի, որ ժամանակակից բժշկությունը գնում է նրան, որ ի վերջո ապացուցի, որ հիվանդությունների գերակշռող մեծամասնությունը նյարդային համակարգից է գալիս։ Մի քիչ էլ այդ մարդկանց նյարդային համակարգն է պետք պաշտպանել, որովհետև եթե մենք ասում ենք, որ մարդը պետք է առողջ լինի, այդ մարդը նաև առողջ նյարդային համակարգ պետք է ունենա ու 50 տարվա կախվածություն ունեցողը ունի։ Ներողություն, ծխախոտի գինը այսպես թե այնպես բարձրանալու է, չէ՞, հաշվառնել, որ մենք հատկանում 15% հարկի տեսքով։ Շատ չեն, հա։ Ակցիզային հարկ։ Այո, ակցիզային հարկը բարձրանալու է, հետեւաբար ենթադրվում է, որ գինը կբարձրանա տարեկան 15%-ի չափաբաժնով։ Իսկ ինչ վերաբերում է կա երկու բանի մասին ասեմ։ Մեկը, որ ասաց, եւ երկու հարցին կարող եմ ռուսերեն կոմենտ անեմ, ուղղակի կներեք, որ մի քիչ փապկացնեմ հումորի հումորով։ Մենք ստիպված ենք թարգմանել, քանի որ հայկական լրատվամիջոցը իմ գործընկերը ասեց, ահա, իմ գործընկերը ասեց եւ կարծում եմ դեռ երկար կծխեմ։ Ես ասում եմ շատ ես ուրախ կլինեմ, ոչ թե որ ինքը երկար ծխի, այլ շուտ թողի ծխելը ու երկար ապրի, բայց ցավոք սրտի мы предполагаем, а Господь располагает։ Այդ առաջինը եւ երկրորդը, եթե չեմ սխալվում, մենք ենթադրում ենք, իսկ Աստված գործի դնում երևի։ Հա, գործը հասենք, դա։ Դրանքի Եվ երկրորդը, եթե չեմ սխալվում, արդյոք բոլոր հիվանդությունները ներվերից են, հա, բժշկությունն է գնում, հա, բժշկությունը իրականում գնում է զերոյական ցուցանիշի, առողջապահությունը որպես գլոբալ նպատակ դնում է զերոյական ցուցանիշը, հիվանդությունների զրոյացումը։ Դա գլոբալ ցուցանիշն է։ Պարզ է, որ մի քիչ ուտոպիական է, բայց գլոբալ ցուցանիշը դա իդեալին պետք է։ Իսկ այդ մենք մի հատ տղա ունենք, որ այդքան էլ լավ չէր սովորում, ասում էր, ես մի բան եմ սովորել, որ все болезни от нервов только от одного от удовольствия։ Հիմա մոտավորապես Պիպոյանը այդպես մեր ուսանողներից վատ անհաջողակ անհաջողակ կներեք իհարկե։ Պաստորեն էլի ծխող անհաջողակ է, բայց հետո ոնց որ միլիոնատեր դառավ։ Դրա համար անհաջողակացել չեմ կարող։ Անկեղծ եմ ուզում ասել, այդ միտքը իմիջիալոց ասեմ, շատ ուրախ եմ առողջապահական համակարգի համակարգի համար, որ նախարարի այդ հայտարարությունը դուք մեկնաբանեցիք, որովհետեւ որ ինքը մեկնաբանել ավելի վատը կլիներ, ոնց որ այդ միտքը ասեց, կարծում եմ ի վերջո ներողությունը անպատասխան կխնդրի, բայց չեմ իշնի ներքև ու այդ հաջողակներից անհաջողակներից խոսեմ, որովհետեւ հաջողակությունը չգիտեմ հարստությունն է, պետական պաշտոնն է, թե չէ, որովհետեւ եթե դա վերցնենք, անկեղծ ասեմ, եթե բոլորն իրավունք ունեն, կարծում եմ մեր նախարարը հաջողակությունից ու անհաջողակությունից խոսելու իրավունք առնվազն չունի։ Չէ, եկեք անհատների չասենք, անձնանք ինքը տվեց գնահատական, ասում չեմ գալիս եւ ասում ես պարզաբանումը տվեցի, ինչի մասին էր հաջողակության ու անհաջողակության մասին, երբ որ խոսում ենք, իսկ ինչ վերաբերում է անհատներին անցնելուն, կարծում եմ չենք ասում ես դրա Շնորհակալություն, մեր ժամանակը սուղ է, վերջին հարցն եմ ուզում ձեզ ուղղել տուգանքների մասին, պարոն Բազարչյան։ Ինչ է ենթադրում, ով է տուգանվելու եւ մոտ ինչքան է նախատեսված։ Ասեմ, փիլիսոփայությունը տուգանքի այդպիսին է, ինչպիսին է իրար փիլիսոփայությունը այս պահին նախագիծ, սա քննարկման փուլում է, շատ լուրջ քննարկումներ փուլում է նախագիծը։ Եվ օրենք տուգանքների փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ เป զի ոչ թե մարդուն տուգանել, այլ տուգանել հիմնարկը, հաստատությունը, որը չի հետևել օրենքի պահպանմանը։ Դա արվում է մի շարք երկրներում, հիմնականում բոլոր երկրներում։ Իհարկե, կան տուգանքներ պերսոնալ, հա, մարդկանց վրա։ Դա էլ ինչ որ միջափով փիլիսոփայությունը օրենքին այնպես է, որ պետք է պահպանվեն, բայց հիմնական նպատակը, որպեսզի հիմնարկներին, ասենք,
այն կառույցները, որոնք չեն պահպանել, չեն աշխատել, որ օրենքը պահպանվի, որպեսզի օրենքը պահպանվի, տուգանքների բեռը պետք է կրի ոչ թե քաղաքացին, այլ պետք է կրի այդ հիմնարկը, որը օրենքին համապատասխան ոնց օրենքը կընդունվի, դա հարցի մյուս կողմն է։ Իդեպ ասեմ, այս օրենքը այդ փաթեթով, ասենք ամբողջական արգելքով, նոր օրենք ընդունված երկրներից, եթե չեմ սխալվում, մենակ Ղրղստանում չի անցել, պրավալիա գնացել։ Ասենք ընդեք ձեր ասած դիզայն ռումերի տարբերակն է ընտրվել, ինչը ահավոր Ղրղստանում մենակ, ասենք անհարմարություններ առաջ բերել նկատի ունեք։ Հա չէ, դիզայն ռումը նկատի ունեմ այն, որ ասում են ինչի չի կարելի առանձնացված տալ։ Անհարմարությունները առաջ բերել, այսինքն չի իրականացվել օրենքը։ Չէ, իմաստը նրանում է, որ մենակ Ղրղստանում է օրենքը այն ձևաչափով, որով եվրոպական ուղեցույցները կամ համաշխարհային ուղեցույցները ցույց են տալի ոնց պետք է կիրառվի։ Մենակ այնտեղ չի անցել, այտենց ոնց որ պետք է անցնել, ոնց որ մենք մեր օրենքի նախագծի փիլիսոփայությունը թելադրում։ Ես ընտրությունները կեղծող հանցագործ տար եմ, որը գնացել է ռեստորան եւ սկսում է ծխել ռեստորանում, ինչ անի մատուցողը, ինչ անի այդ ռեստորանի տերը։ Բայց ինչու է ռեստորանում ծխում։ Ենթադրենք դուք ձեր ասած տարը, չգիտեմ հանցավոր է թե չէ, ձեր նշած անձը ծխում է առողջապահության նախարարության շենքում։ Ինչ անել, պարոն Բազարչյան։ Առողջապահության նախարարության շենքը, ասենք ինչ է, առողջապահության նախարարությունը շենք չունի, շենք ունի կառավարությունը։ Խոսքը գնում է, ուրեմն օրենքը նախատեսում է, որ կլինեն մեխանիզմներ, որոնք կիրառվեն կառավարական շենքերում, կառավարչական շենքերում, կլինեն մեխանիզմներ, որոնք կկիրառվեն մասնավոր ռեստորաններում, հասարակական վայրերում եւ կլինեն, որոնք բիզնես կենտրոններում, որտեղ բիզնես կենտրոն դա 3 առանձնահատկություն է, որովհետեւ բուժ հաստատություն, կրթական հաստատություն, բան դրանք էլ 4 խումբ է, պետք է չծխեն, բայց ծխում են։ Չի վերահսկվել։ Ասեմ, վերահսկման մեխանիզմն է նախատեսում։ Դրա համար է տուգանքների պահը դրված հենց հիմնարկների վրա, որովհետեւ ցույց է տալի փորձը, որ եթե անհատին տուգանման խնդրով ես լուծում, ցավոք սրտի միևնույնն է, մինչև հիմնարկի ղեկավարությունը կամ հիմնարկը ինքը չի ցանկանում, այդ սահմանափակումը չի գործում։ Ասենք վերցնենք Արաբկիր բժշկական կենտրոնը, այնտեղ գործում է ամբողջությամբ, որտեղ հենց ղեկավարությունը միշտ ընդ որում կամ ամերիկյան համալսարանը։ Իմ օրինակին խնդրում պատասխանել, ինչ անի մատուցողը, ինչ անի ռեստորանի տնօրենը, երբ այդ մարդը շարունակ օրենքը նախընդունված չի, բայց ես ասեմ ոնց է նախատեսվում, ըստ իս, բայց դա ուղղակի իմ կարծիքն է, դա նույնիսկ օրենքի նախագիծ չի, որ հիմա ներկայացնում եմ։ Ըստ իս եւ ըստ միջազգային մատուցողը այդ պահին պետք է հրավիրի, պետք է տեղեկացնի ղեկավարությանը, պետք է թաքցված լինեն բոլոր տեղերում, որ ծխելը չի օրենքի էսիշ կետի համաձայն եւ ղեկավարությունը ըստ այդ երկրում գործող մեխանիզմի, թե ով է կիրառում, պետք է դիմի կամ կարող է դիմի, նայած ոնց ընդունվի։ Կա ինսպեկտորատներ, կա, ասենք Թուրքիայում ինսպեկտորատն է իրականացնում։ Իհարկե, եթե խոսքը վերածվում է զլոսնի, կոպիտ խախտմանը, այդ ժամանակ արդեն իրանց զգուշացվում է, որ դու խախտում ես օրենքը, դու սարի, չի ծխել, չի կարելի։ Եթե այդ պահին ինքը ասում է, չէ, շարունակում է խախտել, այդ պահին դա արդեն դիտվում է ոչ թե մենակ ծխելու խախտում, այլ ինքը արձանագրում է խախտումը, դիմում է ոստիկանությանը, որտեվ բայց եթե ինքը այդ process-ը չի արել, թողելա որ այս մարդը ծխի, դու գանվելու է ինքը։ Որտեվ ինքը այդ process դա եվրոպական մոդելն է։ Ես հիմա չեմ կարող ասել մեզ մոտ ոնց կլինի, որտեվ դա նախագիծել չի։ Շնորհակալություն, արձագանքման համար շատ կարճ բան եւ Չեմ ուզում անկեղծ չեմ ուզում մեկնաբանել մի բան, որը դեռևս նախագծի տեսք անգամ չի ստացել եւ կարծում եմ, որ այս հարցը շատ ավելի խորը վերլուծությունների եւ շատ ավելի լուրջ մեկնաբանությունների դա, երբ արդեն համապատասխան նախագիծը կլինի եւ այդ նախագիծը կանցնի համապատասխան հանրային լսում։ Շնորհակալ եմ, պարոն։ Իմ զրուցակիցներն էին Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն եւ իրազեկ ու պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։